24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք Արարատ Միրզոյանի հայտարարությունից, նա Եվրոպայի խորհրդի Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ եւ այն շատ քննարկվեց, մասնավորապես նա խոսում է հիբրիդային պատերազմի մասին եւ աջակցություն է խնդրում Եվրախորհրդարանից, ասում է, որ կան ազատության թշնամիներ, որոնք ուզում են, որ Հայաստանում ժողովրդավարություն չլինի, ավտորիտարիզմ լինի եւ անվերջ պատերազմի մեջ մենք գտնվենք։ Բայց դուք եկեք եւ աջակցեք մեզ եւ նա կանխատեսում է, ասում է, որ ընտրություններին ավելի ընդլայնված պայքար կլինի հիբրիդային պատերազմի եւ դուք ներկա եղեք ֆիզիկապես եւ աջակցեք մեզ։ Ում նկատի ունի, ովքեր են ազատության թշնամիները եւ ինչու ուղիղ չեն խոսում, թե հիբրիդային պատերազմ ով է մղում Հայաստանի դեմ։ Հետաքրքիր հարց է եւ հիմա ես մտածում եմ ինչպես սկսեմ եւ ինչպես կապեմ մեր էպոսի հետ։ Սասունցի Դավիթ էպոսի հետ։ Սասունցի Դավիթ, ես հիմա հարցին ուզում եմ հարցով պատասխանել։ Ինչու մեր ժողովուրդը Սասունցի Դավթի արձանն է կանգնեցրել։ Չէ, բայց ձենով օհանի եւ ցռան վերգոյի արձանները չի կանգնեցնում, չնայած նրանք էլ հավաքական կերպարներ են մեր ժողովրդական էպոսում։ Այսօր մեր իշխանությունները փոխանակ Սասունցի Դավթի կերպարով փորձեն լինել, կասեմ ինչ տարբերակով, ամբողջությամբ ապրում են ձենով օհանների եւ ցռան վերգոների կերպարով։ Դրա համար վախենում են, նրանք նկատի ունեն, որ մենք ներսում խնդիր, հիմա Արարատ Միրզոյանի միտքը բացատրեմ ըստ իս, սիրելի Եվրոպա, մենք կանենք այն ամեն ինչ դուք ասում եք, այսօր մեր ներսում մենք չունենք այն հեղինակությունը, որ կարողանանք վերընտրվել, որպեսզի այդ բոլորը անենք, ձեզ խնդրում ենք, մեզ օգնեք, որ մեր երկրի ներսում մենք կարողանանք հաղթահարել այն ուժերը, որոնք չեն ուզում թույլ տալ, որ մենք նորից վերընտրվենք։ Վերընտրվելու համար է այս ամեն ինչը։ Միայն, հասկանում եք, նորից եմ ասում, այսօրվա Բայց ինքն ասում է, որ ժողովրդավարությանը վտանգ է սպառնում, ինչ որ ուժեր կան, միլիոնավոր դոլարներ են ներդրվում այստեղ, որպեսզի ավտորիտարիզմ հաստատվի։ Ժողովրդավարության ամենամեծ վտանգը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե մարդը երկրի ղեկավարը, որը ժողովրդավար է իրեն ներկայացնում, ասում է կառավարությունը դա ես եմ, այդպես կարող էր ասել Լյուդովիկ 14-ը, պետությունը ես եմ, Լյուդովիկ 14-ը պետություն կառուցեց, Ֆրանսիան դարձրեց Ֆրանսիա, եւ նրա դրած օրենքներից շատ-շատերը մինչեւ այսօր գործում են 200-300 տարուց ավել ժամանակահատված է։ Իսկ դու ժողովրդավարական պետությունում ոնց ես հայտարարում, որ պետությունը ես եմ, կա արդյոք մի որևէ մեկը, որ հակառակվի կառավարությունում իմ խոսքին, դա ժողովրդավարապետության ասույթ է, ժողովրդավարական պետության ղեկավարի ասույթ է, այսինքն ինչ է նշանակում կառավարությունը ես եմ, ոչ մեկ կա մի դատավոր իմ ասածը չանի, սիրելիներս, բավ եղավ, հերիք եղավ, ժողովրդավարությունից խոսեք, ժողովրդավարությունից թող խոսեն նրանք, ովքեր իսկապես ժողովրդավար են, այսօր Հայաստանի կառավարությունը այլևս ժողովրդավարության բնագավառում ամբողջությամբ իրեն սպառել է եւ գնում է ավտորիտարիզմի բանով, դրա համար ցռան վերգոյի եւ ձենով օհանի կերպարներով են նրանք իմ աչքին երևում, որոնք միայն գոռում են ու վախենում, չկա Սասունցի Դավիթը։ Ինչից են վախենում, իշխանապողությունից են վախենում։ Կլինի իշխանապողություն։ Անպայման։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը անպայման պետք է փոխի այս իշխանություններին, որտեղ այս իշխանությունները ամբողջությամբ տապալել են պետական կառավարումը, ամբողջությամբ։ Հիմա տեսեք, բայց նրանք շատ հետաքրքիր են աշխատում։ Հիմա գանք արդեն այս մյուս մասը։ Օրինակի համար արդեն քանի օր է վարչապետի այն արտահայտությունը, թե թոշակառուներն ինչ են անելու այդ 10,000-ը, հետաքրքիր միտք առաջացրել ինձ մոտ։
ինչու է վարչապետը հենց այդպես արհամարական խոսում ավելի քան 500,000 թոշակառուի մասին։ Ու եթե վերլուծում ենք, հետևյալ մտածելակերպն է գալիս։ Օրինակ, մենք անգլիացի չենք, ֆրանսացի չենք, եվրոպացի չենք։ Եթե անգլիացուն, ֆրանսիացուն, եվրոպացուն ասեին թոշակառու, ու ինչ պետք է անես այդ մի քանի $100, ընտրությունների ժամանակ նրանք մեկ մարդու նման բոլորը կգնային եւ այդ իշխանությանը կփոխեին, որովհետեւ այնտեղ դրված է այստեղ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նորից վերընտրվեն։ Հիմա եւ հաշվի են առնում այդ ժողովրդի մենտալիտետը, իսկ հայ ժողովրդի մենտալիտետը Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը շատ լավ ճանաչում է, որն է։ Մենք հայերս ասում ենք, հիմա նրանք հույս ունեն, որ ապատիայի մեջ գցեն 500,000 թոշակառուներին եւ այդ առումով ես ուզում եմ դիմել մեր թոշակառուներին, որոնցից մեկը նաեւ ես եմ, որպես թոշակառու, սիրելի թոշակառուներ, մեկ մարդու նման եկեք ընտրության եւ մի ընտրեք այն մարդուն, որը ձեռ առնելով ասում է 10,000 դրամը ինչ եք անելու։ Դա դիտավորյալը արված, որպեսզի թոշակառուները դե պատկերացրեք տան ընտանիք։ Բայց ասում են մենք թոշակառուների համար շատ բան ենք արել։ Հիմա օրինակ առողջապահության ապահովագրությունը հենց իրենց համար է։ 65-ից բարձր անձինք կարող են օգտվել։ Ոչ, դա պունկտերից մեկն է։ Կներեք, անցյալ օրն ասում է աղքատությունը ձեր ուղեղում է։ Ընկեր, աղքատությունը ուղեղում չէ։ Ինչ եք ուզում մեզանից գնացեք, ինչ ուզում եք արեք, դա ժողովրդավար պետության ղեկավարի խոսք չէ։ Մեր սահմանադրության առաջին իսկ կետում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական, իրավական, ինքնիշխան պետություն է։ Եթե դու հանձն ես առել սոցիալական պետություն կառուցելու, ուրեմն ամեն մի աղքատի հարցը նաև քո հարցն է։ Դու պետք է աղքատության վերացման ռազմավարական ծրագիր մշակեիր ամեն տարվա ու ամեն օրվա համար, բայց դու թքած ունես այդ աղքատ մարդկանց վրա եւ հիմա այնպիսի վիճակ ես, հոգեվիճակ ես ուզում ստեղծել, որ այդ մարդիկ հայկական սկզբունքով ասեն, որը տենց է, ոչ էլ գնալու ենք ընտրության եւ հենց այդ չգնալով էլ ընտրելու են Նիկոլին, չգնալով, որովհետեւ ինչքան մասնակցությունը ցածր լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրման հնարավորությունը մեծ կլինի։ Եթե մեր ժողովուրդն ուզում է, իսկ ժողովրդի մեծ մասը առնվազն ինչքան ցույց են տալիս փաստերը, առնվազն 50-ից 55%-ը, եթե ոչ 60%-ը դեմ է Նիկոլ Փաշինյանին եւ եթե առնվազն գոնե 50-55% ներկա լինեն մարդիկ գան ընտրության, Նիկոլ Փաշինյանը 30-35%-ից ավել չի ստանա։ Ես դա կարող եմ հստակ ասել։ Բայց իրենք այդպես չեն կարծում եւ անընդհատ իրենց հարցազրույցների ժամանակ ասում են, որ մենք 50-ից ավել տոկոս ձայն ենք ստանալու։ Դե ձենով վահաններն են, գոռում են, որ իրենց լսեն։ Այսինքն իրենք վստահ չեն, Իհարկե վստահ կասկածներ ունեն։ Եթե վստահ լինեին, ես ասացի, չէ, ընտրության այդպիսի կարգ, ինչպես հիմա իրանք են ուզում, որ իրենց համաժողովը նորից ընտրի, նորից փորձի ինչ անի, զտում են այն 30-ից հիմա էլ ձևական 50-ից այն մարդկանց, ովքեր պետք է լինեն այնտեղ։ Իսկ պարգևավճարների մասին ինչ կասեք, որովհետև այն շատ քննարկվեց եւ պատգամավորներին է տրվել եւ նախարարներին, փոխնախարարներին, կառավարության անդամներին ավելի բարձր պարգևավճար, բայց պատգամավորներին էլ քիչ չէր 2 միլիոնից ավել։ Այո, հետաքրքիր է, իմ գործընկերը ասում են համ ստացել եք, համ էլ քննադատում եք։ Կներեք, իմ գործընկեր Աղազարյանը կատակով, բայց ինչ որ հումորով լավ բան ասեց։ Որ ասես մեն դուք եւ ինքն եք արժանի։ Թվում էր, չէ,
Ինչպես թվում էր, թե մենակ մեզ են տվել, որովհետև մենք ենք միայն այդ ուղիով գնացել։ Իսկ ինչ վերաբերում դրան, ես ասել եմ, դա անբարոյականություն էր։ 10,000-ը չավելացնել, 10,000 դրամով թոշակը չավելացնել, այնպես էլ հայտարարում են, ինչ որ մեկ այնտեղ ասում է 16,000-ից 36,000 ենք դարձրել։ Լսի, ընկեր, այս տարիների ընթացքում ինֆլյացիան, այս տարիների ընթացքում այդ քո 36,000-ը ավելի քիչ արժեք ունի, քան 15 տարի առաջ այդ 16,000-ը, բայց հարցը դրանում չէ։ Դուք պարտավոր եք, գիտեք, մեկ էլ որն է ցավալի։ Եթե անբարոյականություն էր, պարոն Ասլան, ինչու վերցրեցիք այդ գումարը, հետ ուղարկեիք։ Եթե ես իմանայի, որ իմ օրինակին մնացածները անբարոյական են դա համարում։ Ես բավականին քանակությամբ բարեգործություն եմ արել եմ 100,000-ներով, մենակ ինձ չեմ պահել, եւ դա ճշմարտություն է։ Դե հիմա իրեն կարող են ասել, մենք էլ ենք այդպես արել։ Թող ասեն, եթե արել են։ Թող ասեն, եթե արել են։ Իսկ ես եթե այս խոսակցությունը չլներ, ես չէի էլ ասի։ Ամեն դեպքում ինչու է այդ մեծ թվով պարգևավճարներ Փաշինյանը տալիս, տեղեկություններ կան, որ կրկին գումարներ են բաժանվելու։ Ուրեմն ազգային ժողովում նրանք մտմտում էին, որ ազգային ժողովի падգամավորների աշխատավարձը բարձրացնեն, բայց եթե այդ աշխատավարձը այդպես բարձրացնեին, դա բում կառաջացներ եւ որոշեցին այսպես այդ ձևով տալ։ Նորից եմ ասում, ենթադրենք ես, պարոն Աղազարյանը, մենք տարանք հետ տվեցինք, ինչ էր փոխվելու։ Իսկ ես փարքասու բավականին մարդկանց օգնել եմ, միջին հաշվով նորմալ ձևերով եւ մի փոքր ինչ հանգստացրել եմ։ Իսկ թիմի ներսում լարվածություն կա, դուք կարծում եք, երեք օրինակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայկ Սարգսյանին, ասում է կոռուպցիայի մեջ չի կարող մեկը մեղադրվել եւ անպատիժ մնա կամ կոռուպցիոն գործարքների մեջ լինել, այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ առաջիկայում քրեական գործ կարող է հարուցվել նաեւ Հայկ Սարգսյանի նկատմամբ։ Հիշում եք, այն ամենասկզբում, երբ նոր էին Ասլանյանին վերադարձրել Ասլանյանին, այդ արտահայտությունը ես արել եմ, չէ, ես դեռ այն ժամանակ ասացի, որ չկա այնտեղ թիմ։ Իրականում իսկապես թիմ չկա։ Երբ հենց այն րոպեից, երբ Նիկոլ Փաշինյանը չի լինի իշխանության, այդ թիմը կցնդի միանգամից, որովհետև այնտեղ չկա իրար նկատմամբ այն հարգանքը, չկա իրար նկատմամբ գնահատանքը, գուցե սխալվում եմ որոշակիորեն, բայց ես դա տեսել եմ, չի կարելի, եթե մարդիկ իրար հարգում են, ես երբեմն այսպես վատ եմ զգացել, որ իմ կողքին, օրինակ ես երբեք իմ ընկերոջ մասին որևէ բան չեմ խոսել, թող որևէ մեկն ասի, որ ասել եմ, իսկ իրենք խոսել են, իրենք չեմ ուզում այդքան խորանալ։ Հիմա այն ինչ կատարվում է ներսում, այդ լարվածությունը տեսանք, որ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահին հեռացրեցին, Հռիփսիմե Մեհունանյանին, հետո գովեցին, ասացին քաջ քայլ արեց նա, որ հեռացավ, բայց հասկանալի է, որ իր հայտարարություններն են պատճառ եղել, որովհետև ինքը այդ մասին գրել էր իր Facebook-յան էջում։ Հիմա Հայկ Սարգսյանն է, ինչ է ներսում կատարում եւ ասում են ընտրություններից առաջ Փաշինյանը էլի մարդկանց կզոհաբերի, որպեսզի ցույց տա, որ ինքը արդար պայքար է մղում, հենց իր թիմակիցների հանդեպ էլ է անզիջում։ Եթե որևէ խնդիր է տեսնում։ Այդ հարցում իսկապես Նիկոլ Փաշինյանը անկանխատեսելի է։ Նա հենց այդպիսի բոլոր բռնակալները սկսում են հենց դրանով, դառնում են նախ անկանխատեսելի եւ բոլորը ընկնում են այսպես շղարշի տակ։ Կարող է հաջորդը ես եմ եւ որpիսի ինքը հաջորդը չլինի, ինքը սկսում է կողքինին կամ մյուսին վատաբանել։ Դա դեպի ավտորիտարիզմ, իսկ դրանից հետո նաև տոտալիտարիզմ գնալու կլասիկ ճանապարհն է։ Այսինքն խմբակցությունում այդպիսի լարված մթնոլորտ է մեկը մյուսի հանդեպ։ Դե ես հիմա վտանգ են տեսնում, որ պարոն Աղազարյանը եւ ես հիմա արդեն տարի 2-3 ամիս է ներսում չենք, մենք չգիտենք, բայց մենք զգում ենք ընդհանրապես
Հասկանում եք, նայեք, տեսեք, ասենք, այն մի դեպքը, երբ որ վարչապետը այնտեղ էր եւ քվորում չկար։ Այդ օրը շատ բարգացավ Փաշինյանը։ Ոչ թե բարգացավ, չափերից դուրս եկավ, եւ որ շրխկացրեց թողեց դուրս։ Հա? Այսինչ ձև է, այդպես էր ասել։ Այո։ Հիմա դա դրական էր թե բացասական էր։ Դա որոշակիորեն դրական բան կլիներ, եթե մնացած օրերին արդեն նրանք վախից չգային, այլ հարգանքից գային։ Իմանային, որ իրենք պարտավոր են, թող շատ կներեք, թող հիմա բացեն այդ 5 տարվա իմ падգամավորական շրջանը ու ասեն, որ գետ մեկ անգամ, շատ չէ, մեկ անգամ պարոն Ասլյանը ուշացել է։ Խմբակցության ղեկավարը ինքը բազմաթիվ անգամ ինձ ասել է, պարոն Ասլյան, ես ձեր օրինակն եմ մարդկանց բերում, ասել եմ հետո ինչ օգուտ։ Հասկանում եք, չէ։ Պարտաճանաչ մասնակցում եք։ Հիմա էլ եք մասնակցում նիստերին։ Այո, որովհետև ես պատասխանատու մարդ եմ։ Ես պարտավոր եմ այնտեղ լինել։ Ես պարտավոր եմ։ Ինչպես որ վերջերս մի տեղ էինք, բանակից վերադարձած, որ եկել է, դա էլ ասեմ։ Ես ասի, որ ես կուզենայի ոչ ոք չասեր, որ խմում ենք այս երիտասարդի կենացը, որ նա իր պարտքը տվեց հայրենիքին։ Ծառայությունը պարտք տալ չէ, ծառայությունը պարտականություն է, որովհետև մեր սահմանադրության մեջ գրված է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել երկրի պաշտպանությանը։ Պարտքը չտալ չի գրված պարտքը տալ։ Ինչու եք պարտ։ Այսինքն, երբ մարդը պարտ դնում են այսպիսի գաղափար, երբ դու պարտքը տալիս ես, դու ազատվում ես արդեն, էլ ոչ մի պարտականություն չունես։ Բայց եթե դու պարտականություն ես անում, այդ պարտականությունը չի ավարտվում մի անգամով։ Դու ամբողջ կյանքում պարտավոր ես հայրենիքիդ համար անել։ Եվ 3 չեմիսօր շատ պատահական ամսի 28-ի օրը աչքովս ընկավ ուղիղ 4 տարի առաջ իմ տված հարցազրույցներից մեկը, որը շատ լավ վերնագրված էր։ Այն ժամանակ դեռ ես հիշում եք, ես բան էի պատմում, թե Նիկոլ Փաշինյանին ես ոնց ասացի, որ ես կարող եմ ձրի առանց վարձատրման դառնալ խորհրդական։ Հիշում եք այդ պատմությունը։ Այո, որ առաջարկ էի կարել, ընթացք չէր տրվել։ Եվ այնտեղ ասել էի, չէ, որ այ բարձր պաշտոնների պետք է մարդուն խոսեցնել, խոսքի մեջ նաև այդ հարցը տալ, որ ինքը չզգա էլ, որ դա է, որ դու քեզ համար սրբություն ընտանիք թե հայրենիքդ։ Այդտեղ այդ հարցազրույցը 4 տարի առաջվա հունվարի 28-ին այնտեղ ես ասում եմ, որ մենք դեռ չենք դարձել այն ժողովուրդը, որը հայրենիքն ավելի է սիրում, քան իր ընտանիքը։ Քանի դեռ հիմա նորից եմ կրկնում, քանի դեռ մենք չենք դարձել այն ժողովուրդը, որի ընտրյալները հատկապես ընտրյալները իրենց հայրենիքը ավելին չեն սիրում, քան իրենց ընտանիքը, նրանք իրավունք չունեն որևէ պաշտոնի ստանալու։ Պաշտոնի, բարձր պաշտոնի, այսինքն այն պաշտոնները, որոնք որոշակիորեն որոշում են ժողովրդի ու երկրի ու հայրենիքի ճակատագիր, պետք է տրվեն միայն նրանց, ովքեր իրենց հայրենիքը ավելին են սիրում, քան իրենց ընտանիքը։ Ես օրինակն եմ բերել։ Ինչու է մեր ժողովուրդը։ Մի քանի նախարարները այդպեսին չեն։ Ես չգիտեմ, դուք ինքներդ որոշեք դա։ Ես մի օրինակ եմ բերել։ Ինչու ենք մենք Անդրանիկին, Նժդեհին, Գևորգ Չաուշին ու աղբյուր Սերոփին, ինչու ենք այդքան մեծարում, որտեղ նրանց համար հայրենիքը շատ ավելի բարձր է եղել, քան ընտանիքը։ Եվ այդ ընտանիքասիրությունը 1500 տարի թույլ չի տվել, որ մենք պետություն կառուցենք։ Սա է ամենամեծ դժբախտությունը մեր։ Եվ ժողովուրդը պետք է այսօր ընտրի այն մարդկանց, ում համար հայրենիքն ու երկիրը ավելին են, քան իր ընտանիքը։
Բայց դուք էլ գիտեք, որ Փաշինյանը հեշտ չի հանձնվի եւ նա պայքար է մղելու, ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, ինչպես ամեն իշխանություն, որ ցանկանում է շարունակել իշխանությունը։ Հիմա ինչ է սպասում ընտրություններից առաջ եւ ինչպես պետք է իսկապես Փաշինյանին հեռացնել։ Դուք ճիշտ եք, հանկարծ այս րոպեին մտքովս անցավ չինական մեծ մտածող Լաո Ցզինի Դաոյի ուսմունքը։ Այնտեղ մեզանից 2600 շուրջ 600 տարի առաջ ապրած Լաո Ցզինը, որը գրել է աշխատությունը, կոչվում է Դաոիզմ, Դաոյի ուսմունքը։ Այնտեղ մի հետաքրքիր բան կա, կառավարողների վերաբերյալ։ Դաոն ասում էր կառավարողները 4 տեսակի են լինում, ու հետաքրքիրը գիտեք ինչն է, որ այդ ուսմունքը, որը 2600 տարուց ավելի մեծ ժամանակահատված է ապրել, այսօր էլ արդիական է։ Ինչ էր ասում Դաոն։ Ասում էր ամենալավ կառավարողները նրանք են, որոնց մասին ժողովուրդը գիտի, որ նրանք կան։ Այսինքն տեսեք ինչ վստահություն կա։ Ասում է դրանից հետո վատ կառավարողները նրանք են, ովքեր ամեն ինչ անում են, որ ժողովուրդը իրենց սիրի եւ իշխանություն տա։ Դա ժողովրդավարակ եվրոպական պետություններն են, այսօր նրանք իսկապես ամեն ինչ անում են, որ իշխանություն վերցնեն, ոչ թե այս ձևով։ Ասում է դրանից հետո ամենավատ ավելի վատ կառավարողները նրանք են, ովքեր ժողովրդին ստիպում են, որ իրենց սիրեն։ Դրանք բռնակալական երկրներն են։ Օրինակ ասենք Սովետական միությունը Ստալին, չէ, Չինաստանը Մաո Ձեդուն, Կամբոջան Պոլ Հիմա Պոտ։ Փաշինյանը ստիպում է, որ իրեն սիրեն։ Ոչ, Դաոյի շկալայի, ասում է ամենավատ կառավարողները նրանք են, 4-րդը արդեն դա, ովքեր արհամարում են ժողովրդին։ Հիմա այս իշխանությունը արհամարում է ժողովրդին։ Հիմա ինչ կասեն, ինչ ես խոսում, այսքան Բայց բան են ամեն օր կարել։ սրտիկներ են ուղարկում ժողովրդին, ասում է սիրում եմ ձեզ, Փաշինյանը։ Շատ կներեք։ Հո այդպես ասելով չի։ Հիմա նայեք, ասելով չի սիրելը։ Ժողովրդին ամեն ինչով մանիպուլացնում են։ Օրինակ, մենք դպրոցներ ենք կառուցում, մենք ասֆալտ ենք անում եւ այլ։ Այնքեր քո գրպանից չես անում, մեր տրված հարկերի միջոցով դու պարտավոր ես դա անել, որովհետև դու սոցիալական պետություն ես, դու պարտավոր ես բանակը տանել, հասկանում եք, իրենք այն ինչ որ պարտավոր են անել, իրենք դա ներկայացնում են որպես հերոսություն, ոնց որ կարծեմ մի անգամ օրինակը բերեցի, չէ, այն տղամարդը, որ ասենք աշխատում է եւ փողը տուն է բերում, արդեն հերոս է։ Չէ, հերոս չի, դա պարտավոր էր, որտեվ երեխեքը սոված կմնա, ընտանիքը սոված կմնա։ Իսկ այն մարդը, որը փողը ստանում է, գնում է ուտում, խմում, քեֆ անում, նախորդ իշխանությունները տենց են արել, հիմա եկել են նայենք, որտեվ իրենց պարտավորությունները քիչ թե շատ անում են եւ ժողովրդի աչքին մանիպուլացնում են։ Բայց ասում են հիմա ընտրություններ, ժողովուրդը մեզ չընտրի, ով է օրինակ կներեք, դպրոցների վերաբերյալ, չէ, շատ հետաքրքիր միտք է գալիս մարդու, երբ որ նայում է, շատ դպրոցներում մտել եմ, տեսել եմ, լավ սովորի, որ լավ ապրես, բայց ինքը չի ասում, որտեղ լավ ապրես, լավ սովորիր, որ լավ ապրես, մարդը լավ սովորում է, հետո գնում է լավ երկրում ապրելու, քո երկրում չի կարող լավ ապրել ինքը, լավ սովորողը, ինչու, որովհետև այստեղից գալիս է ամենակարևոր հարցը։ Այսօր մեր հասարակությունը ստանում է արդյոք այն սերունդին, որը պետք է երկիրը ճիշտ կառավարի։ Ոչ, ինչու չի ստանում, որովհետև հասարակությունը այստեղ է, դպրոցը դրանով նաև ուսուցչի հեղինակությունն է գցում։ Ոնց է ուսուցչի հեղինակությունը ընկնում հասարակության մեջ։ Ուսուցիչը աշակերտին սովորեցնում է հայրենասիրություն։ Երիտասարդ հոգին 12, 13, 14 տարեկան չէ, հեշտ է, տաբուլա ռասա, մաքուր տախտակ գրում ես, մաքուր տախտակի վրա գրում ես հայրենասիրությունը, ազնվությունը, նվիրվածությունը, երեխեն դպրոցից այդպես դուրս է գալիս,
դուրս է գալիս եւ ընկնում է անբարոյական մի հատ հասարակարգ, որտեղ այդ բոլոր ուսուցչի սովորածների 90%-ը չի իրականացնում։ Ինքը աչքին իր ուսուցչի տվածները արժեքազրկվում են։ Հասկանում եք, այսինքն, եթե մենք ուզում ենք ճիշտ հասարակություն ունենալ, մենք պետք է կարողանանք դպրոցից դուրս եկած աշակերտի հոգեբանությունը, որը այդ եկել է հասարակություն, այդ հոգեբանությունը նաև հասարակության մեջ ունենալ։ Մի բան էլ ասեմ ու փորձեմ դա վերջացնել։ Ամփոփենք։ Ես շուրջ 40 տարի դասավանդել եմ։ Շատ կներեք, եթե տեղը գա, այսօր ես մարդկանց կարող եմ նշել, առայժմ անուններ չեմ տալիս, որոնք երբ որ ես դասավանդել եմ որպես ուսուցիչ, որոնք գրել են գրավորներ եւ ինչ ռոմանտիկայով ու երազանքով են մտածել, թե կյանք պետքա մտնեն, ու այսօր չեն դարձել ճիշտ մարդիկ, որովհետեւ իրենք պարոն Ասլայանի ասածով դաստիարակվել հելել են, շատ քչերն են մնացել այնպիսին, ինչպիսին պարոն Ասլայանը սովորացրել է։ Եթե իմ 1000 ու տասնյակ հազարավոր աշակերտները լինեն այնպիսին, մենք մի հատ հզոր այդ 40 տարվա մեջ հզոր հայրենասեր աշակերտներ կունենայինք մենակ իմ շնորհիվ, բայց նրանցից շատ շատերը մտնելով անբարո հասարակության մեջ իրենք ոչնչացել են, դարձել են, որպեսզի համակերպվեն եւ կարողանան գոյատևել այդ հասարակության մեջ։ Այդ առումով էր, որ հանկարծ մի օր ես նստած տեղը գրեցի այդպիսի մի միտք, որ անբարոյական հասարակարգում բարոյական նորմերով ապրելը անբարոյականություն է սեփական անձի նկատմամբ։ Այսինքն այն մարդիկ ինչքան պետք է ինքն իր նկատմամբ անբարոյականություն անի, որպեսզի կարողանա գոյատևել անբարոյական հասարակարգում։ Հիմա Փաշինյանը այսօր միջոցառում է կազմակերպել, ինքը նվագելու է եւ մյուսները ապարելու են, վարչաբենդ է կոչվում։ Այս ամեն ինչը արդյոք այդպես նախընտրական տրամաբանությունների մեջ չէ եւ իր օգտին արդյոք չի աշխատում այս ամեն ինչը։ Տեսնում են երիտասարդները մի վարչապետ, որը իրենց շփման մեջ է, անմիջական է եւ միգուցե գրավում է, կամ նախարարներ, ովքեր սրտիկներ են ուղարկում Facebook-յան էջերով։ Ես կարծում եմ դա ի վերջո ավելի բացասական բան է տալու։ Ինչու։ Այսօր մեր երկրի առջև այնքան չափից դուրս խնդիրներ կան, որ ասելու չի։ Եվ այսօր վարչապետը թողած երկրի կարևորագույն խնդիրների լուծումը ընկել է դմփ-ցմփի հետևից։ Ընկեր, նախ երկիրը դարձրու երկիր, որտեղից մարդիկ չուզենան գնալ, որտեղ մարդիկ ուզենան գալ, եւ ոչ թե դմփեցրու, ցմփեցրու։ Խաղաղություն են բերել, ասում են, չեք ուզում։ Խաղաղության մասին էլ Օգոստոսի այդ ասել։ Շատ կներեք։ հայտարարությունից հետո խաղաղ է, մենք հիմա թրիփն է կառուցվում։ Խաղաղություն է, հիմա մի հետաքրքիր բան ասեմ, էլի։ Ես այդ խաղաղությանը նախ չեմ հավատում, որովհետեւ մի քիչ նորից պատմական անցյալ գնանք։ 1907 թվականին նաև դաշնակների անմիջական լավ օգնությամբ երիտթուրքերը եկան իշխանության գլուխ 8 թվականին 1908 թվականին 9 թվականին այդ նույն հայերի օգնությամբ իշխանության եկած երիտթուրքերը կոտորած կազմակերպեցին Ադանայում եւ շրջակայքում Սիսում, Ադանայում եւ այլն։ Դա ոչ մի հետևանք չառաջացրեց հայ ժողովրդի մոտ, թե այս ինչա կատարվում, կներեք, խաղաղություն էր, բայց չէ որ իմիջայլոց ձորի Միրոյի մեջ մի այդպիսի կետ կա, որ ասում է քերի մանուկ խաղաղություն է իջել, ասում է ես չեմ հավատում թուրքի խաղաղությանը։ Թուրքի խաղաղությանը ու քերի մանուկը չի իջնում։ Դա այն կերպարն է, որը ասում է, որ Թուրքի հետ խաղաղություն կարելի է կնքել միայն այն դեպքում, երբ դու հավասարազոր իրապես հզոր ես։ Թուրքը հաշվի առնում միայն ուժը։ Ինչու քիչ առաջ ես Սասունցի Դավիթին ասացի։ Սասունցի Դավիթը մեր ժողովրդական կերպարն է,
Ժողովրդական կերպար Սասունցի Դավիթը թուրքին ներում է առաջին հարվածը, թուրքին ներում է Մսրամելիքին, երկրորդ հարվածը, բայց երրորդ հարվածը, որ իջեցնում է, մեջտեղից կիսում է։ Սա մեզ մեսիջ է, մեզ խորհուրդ է, որ սիրելիներս թշնամու հետ, որը ցանկանում է քեզ ոչնչացնել, պետք է իր հավասարազոր ուժը ունենաս, մինչև ուժը չունենաս, թշնամին թուրքական աֆորիզմ կա, ասում է այն ձեռքը թուրք, ինքն իրեն ասում, այն ձեռքը, որ չես կարողանում ջարդել, համբուրիր եւ դիր գլխիդ։ Հասկացաք, իրենք այդպես են եւ իրենք ջարդելով գալիս են եւ այսօրվա դրությամբ ես չեմ հավատում։ Հիմա շարունակեմ այն միտքս։ Դրանից հետո արդեն 10-11 թվականին Գրիգոր Զոհրաբը, այնտեղ մի քանիսը դարձան թուրքական մեջլիսի անդամ, հայերը եսի ինչեր էին անում, խաղաղություն է եւ այլն։ 15 թվականին Գրիգոր Զոհրաբի գլուխը քարով ջարդեցին, եղերն արեցին։ Ընդամենը 3-4 տարի հետո, երբ որ մի քանի падգամավոր ունեին թուրքական մեջլիսում, այդ էր թուրքական հաշտությունն ու համերաշխությունը։ Հիմա ոչինչ չի փոխվել այս 100 տարվա մեջ։ Թուրքի մեջ ոչինչ չի փոխվել։ Թուրքի մեջ ոչինչ չի փոխվել։ Վիկտոր Հյուգոն ասում էր 1000 տարի թուրքն ապրեց, որ մարդակերից մարդ դարձավ։ Հասկանալի է։ Եվ ես 1000 տարի պետք է ապրի, որ նա քաղաքակիր դառնա։ Բայց հիմա լուծումը որն է, ինչ պետք է անի իշխանությունը։ Լուծումը միայն անընդհատ թշնամանք չի տարածվում։ Թշնամանք չէ, կներեք, այ ոչ մեկի մոտ թող չառաջացնի, թե պարոն Ասլանյանն ասում է թշնամանք, ոչ, լուծումը հետևյալն է։ Ես հաշվի չպետք է առնեմ ոչ մի բան եւ իմ երկիրը պետք է իրապես զինեմ։ Հիմա իրապես չի զինում։ Ոչ, Ադրբեջանը, Ալիևը ամեն ինչով մատ է թափ տալիս, թե տեսեք Հայաստանը զինվում է։ Շատ կներեք, Հայաստանը զինվում է, դա քո ինչ գործն է, Ալիև։ Դե բայց մենք տրվում ենք նրա ասածներին, կարծում եք։ Իհարկե։ Դե իշխանությունը ասում է զինվում ենք, բանակը բարեփոխում ենք, Ինչն են բարենորոգում ենք, բարեփոխում։ ներդրումներ ենք արել։ Այն որ Դուք չլսեցիք 30%-ով, այն որ 30%-ով այդ միլիարդների մեջ Ադրբեջանը իր զինվելու բյուջեն ավելացրել է, իսկ մենք, չգիտեմ, 15-20%-ով կրճատել ենք, այո, այսօր համար առաջին շեշտը պետք է դրվի զինման վրա եւ պետք է հստակ ամբողջ ժամանակ միմիայն թմկահարվի հետևյալը. մենք նպատակ չունենք որևէ երկրի վրա հարձակվելու։ Դե այդպես էլ ասվում է։ Մենք պաշտպանական զենքեր ենք գնում։ Ունենանք բանակ, որը պատերազմի տրամաբանության մեջ չէ։ Ուր է։ Դե քիչ կառուցում։ Գիտե, ես այսպես կմտածեմ, քանի դեռ Ալիևը մատ թափ տալով է մեզ հետ խոսում, ուրեմն մենք դեռ չենք զինված։ Մենք, ես անձամբ կողքից կանգնող մարդ, այն րոպեին, երբ Ալիևը արդեն ինձ հետ, այսինքն նկատի ունեմ հայ ժողովրդի հետ, կխոսի նորմալ վիճակով, առանց ինձ ցուցումներ տալու, թե գնա սահմանադրությունդ փոխի, գնա զինանշանդ փոխի, էս արա, այն արա, սիրելիներս, չկա տենց բան։ Հաշտությունը կնքում են միայն այն դեպքում եւ այն կողմերը, որոնք հավասարազոր են լինում։ Եվ այստեղ Եվրոպան ոչ մի կապ չունի։ Եվրոպան ոչինչ էլ չի անելու։ Եվրոպան գնալու է, Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստանը, բոլորը գնալու են իրենց շահերի ետևից։ Հայաստանը չպետք է դարձնել մանրադրամ այդ բոլորի ձեռքին։ Հայաստանը, հայ ժողովուրդը այնպիսի մտավոր ու գիտական պոտենցիալ ունի, որ եթե այս 3-4 տարվա մեջ մենք այդ գիտական պոտենցիալը իսկապես դնեինք հիմքերի վրա, այն հիմքերի վրա, որ աշխարհի մասշտաբով, աշխարհում բոլոր տեսակի
աշխարհի մասշտաբով ինչ հայտնագործություններ են կարել։ Ատոմային զենքից, ռեակտիվ ու լազերային եսիմ զենքերից բռնցրած հայ ժողովուրդը այնպիսի պոտենցիալ ունի, այնպիսի պոտենցիալ, այդ թուրքը դրանից է վախենում, որ հանկարծ հայը իրար հետ չհամագործակցի։ Հանկարծ հիշեցի Լոուրենս Արաբացու խոսքերը 1920 թվականին կոնֆերանսի ժամանակ ամերիկացիներին այդ սրիկան ասում է դուք ինչի եք ուզում հայերին միավորել, դուք հասկանում եք, որ հայերը եթե միավորվեն, ամբողջ աշխարհին կստիպեն իրենց համար աշխատել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։